Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, նա ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք հայրենական մեծ պատերազմում հաղթանակի նվիրված միջոցառումներին։ Մայիսի 7-ին ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տանտանիքը, տուժածներ չկան։ Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի Կարեն Սեթրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելհի, նա կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիվ Դովադլի հետ։ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև 125 ինքնաթիռների մասնակցությամբ լայնածավալ օդային մարտ է տեղի ունեցել։ CNN-ը հաղորդում է, որ հնդկական եւ պակիստանյան կործանիչների օդային մարտը ավիացիայի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբայինն ու ամենաերկարատևերից մեկն է եղել։ Հայաստանում մեկնարկել է մինչև 15 տարեկաների զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Լատվիայի ընտրանիները։ Հայաստանի հավաքական առաջին հանդիպումն է անցկացրել Ուզբեկստանի ընտրանու դեմ եւ զիջել մրցակցին 1-2 հաշվով։